Ողջույն եւ բարեկալուստ իմ YouTube կանալիք։ Իսում այնպես քիչ կրահելի է որ լինելու է Get Ready With Me։ With Get Ready With Me սկսել եմ ամենասկզբից, երբ ես սկսում եմ իմ մաշկի խնամքից։ Այսօր լինելու է շատ սիրուն վիդեո, որովհետեւ ես ցույց եմ տալու իմ պատրաստվելու ընթացքը։ Այմա ողջույն եւ բարեկալուստ իմ YouTube կանալիք։ Ես արդեն իմ մազերը հարդարել եմ ու այսօրվա վիդեոում մեծամասամբ ցույց եմ տալու ինչպես ենք մեյքափ անելու։ Իրականում մազերից երևի 10-15 րոպեում եմ պատրաստել։ Վերջերս ես սկսել եմ օգտագործել Dyson ու ասեմ դա ամենալավ ձեռքբերումներից էր, որովհետեւ ես չգիտեի, որ Dyson-ը իրականում այդքան արագ ու այդքան սիրուն է մազերը սարքում։ Այստեղ մեկը կա, ուզում եմ ձեզ բարևի։ Կելուշիկին հաջողություն ասենք ու մեր Get Ready With Me սկսենք արդեն։ Okay, լոչիկնա։ Սկսենք, այս մասկան բավականին խոնավացրել եմ մաշկս ու ինձ թվում է խնամքը ու դիմահարդարումը ավելի հեշտ ենք անելու։ Ինձ մոտ Quality-ի լասյոնն է։ Այստեղ Quality-ի խոնավացնող քսուկներն է։ Բայց նման ամենօրյա խնամքի համար հիմնականում լասյոնն եմ օգտագործում։ Ուղղակի հիշեք, որ լավ մեյքափի գաղտնիքը առաջնահերթ լավ խնամքն է։ Ու պետք է մաշկը շատ լավ նախապատրաստենք այդ մեյքափին։ Հիմա իրականում իմ մաշկը երևի իր ամենավատ փուլում է գտնվում, որովհետև մաշկս, եթե ուշադիր լինենք, այստեղ հատվածներ կա դուրս է տվել ու իմ մաշկի դիպը այնպեսին է, որ իմ մաշկը հիմնականում դուրս չի տալիս։ Բայց իրականում դա շատ նորմալ է, որովհետև մաշկը ինչքան էլ շատ լավը լինի, միևնույն է լինում է, որ ամբողջությամբ դուրս է տալիս կամ ինչ խնդիրներ են լինում։ Ուղղակի մաշկին համապատասխան խնամ պետք է գտնեք ու մի քանի բաների ուշադիր լինեք։ Okay, մեր մաշկի խնամքը արել ենք։ Այսօր տոնային չեմ օգտագործելու ու տոնայնի փոխարեն կոնսիլեր կօգտագործենք, բայց աշխատեք կոնսիլերը ամբողջ դեմքի վրա չօգտագործեք, որովհետև իր ֆունկցիան այդպեսին չի։ Ինքը բավական խիտ ծածկողականություն ունի ու եթե մաշկի վրա տարածենք, ինձ համար ինչ որ տեղ գնալիս Ինձ թվում է բոլոր աղջիկների մոտ է այդպես, որ պատրաստվելու ընթացքը ավելի հավես է, ես ավելի շատ եմ դա սիրում, քան հենց այն տեղը, որտեղ պետք է գնամ։ Ու Get Ready With Me-ների ամենասիրածս բանը հենց դա է, որ պատրաստվելու ընթացքում YouTube-ով ինչ որ մեկի Get Ready With Me-ն ես դնում, ու իր հետ համընթաց պատրաստվում ես ու ընթացքում լիքը բան ես սովորում։ Ես շատ եմ սիրում իմ փորձով կիսվել, ինչպես եմ իմ խնամքը անում, ինչեր եմ օգտագործում, որովհետև նկատել եմ, որ շատ մարդիկ իսկապես կարիք ունեն այդ ամեն ինչի խորհրդին։ Ես մեծ սիրով ուղղակի կիսվում եմ իրենց հետ։ Հիմա իմ ամենասիրելի փուլին են գալիս։ Ինձ թվում է հասկացել եք դա որն է։ Երկու կոնտուրինգ։ Ես ինչ մեյքափ էլ անեմ, միևնույն է, կոնտուրինգը այդտեղ մեծ դեր է ունենում ու ես կոնտուրինգը երբեք չեմ խնայում, որտեղ ինքը իմ ամենասիրելի մասն է։ Ամենակարևորը ցանկացած պրոդուկտ օգտագործելիս իմանաք իր օգտագործման ձևը, որովհետև շատ հաճախ մենք պրոդուկտը սխալ ենք օգտագործում ու իր արդյունքից հետո բողոքում ենք, դա ցանկացած պրոդուկտին է վերաբերվում, կլինի խնամքի, կլինի մեյքափի, օգտագործելու եմ Rodi բլաշը, ինքը իմ ամենաֆավորիտն է ուղղակի, որտեղ ինքը այնքան հեշտ ու արագ է տարածվում, ու ես շատ եմ սիրում արագ մեյքափ անել, ուղղակի այսպես մի քանի վայրկյան տարածում եմ ու վալյա Ես անհամբեր սպասում եմ երբ է ամառը գալու, որովհետև նախ ես չեմ սիրում ցուրտ եղանակները ու ես ահավոր դեպրեսված եմ լինում այսպիսի ձյունից, ցրտից ու ես տնից ուղղակի դուրս չեմ գալիս, բայց երբ եղանակները տաքանում են, դա իմ ամենասիրած ժամանակն է։ Ես առաջ իրական չէի հասկանում մարդիկ ինչ են այդքան գարունը սիրում ու անկեղծ այդ եղանակի իմաստը ես չէի հասկանում, բայց հիմա հասկանում եմ, երբ այս ցրտից հետո արդեն արևի մի փոքր մենք շող ենք տեսնում ու հասկանում ենք, որ գարուն է գալիս ու եղանակները տաքանալու են ու մենք առաջվա նման նորից կսկսենք նորմալ ապրել։ Ես գարունը սկսել եմ սիրել դրանից հետո։ Ու ասեմ, ցանկացած եղանակի ես իմ մեյքափի ձևը հիմնականում փոխում եմ, որովհետև ամեն եղանակ իր գույները ունի ու այդ գույներին համապատասխան պետք է եւ հագնվես եւ մեյքափ տանես։ Մենակ ձմռանը ու աշնանը ես ավելի շատ սիրում եմ մուգ գույների մեջ մեյքափ անել, բայց երբ գալիս է գարունը, արդեն իմ գունավոր պալետկան ես հանում եմ։ Բայց կան պրոդուկտներ, որոնք երբեք իմ մոտ չի փոխվում։ Դրանցից մեկը օրինակ էս մատիտն է, որի չափերը
ահա որ փոքր են, բայց ես իրեն շարունակում եմ օգտագործել, սա Starlook-ի համար մեկն է։ Ու ինքը այնքան սիրուն է իմ շուրթերը ընդգծում, որ ես ուղղակի ոչ մի ուրիշ պրոդուկտ չեմ ուզում օգտագործեմ։ Ես իրանից ուրիշ երանգներ եմ փորձել, բայց միևնույնն է, սա իդեալական է ինձ համար դարձել։ Ու ես եթե ինչ-որ պրոդուկտ հավանում եմ, ես ուղղակի այդ պրոդուկտից բացի ոչ մի բան չեմ օգտագործում։ Ես վերջերս բացահայտել եմ բեյքինգը իրականում ինչքան մեծ ու կարևոր տեղ ունի մեյքափում։ Հիմա ես կանեմ ու հասկանաք բեյքինգը ինչքան է փոխում մեր մեյքափը։ Կարևորը բեյքինգ արեք 4 սպոնժով ու ուշադիր եղեք, որ անելու ժամանակ աչքերի տակի կոնսիլերը հավասարաչափ տարածված լինի, ոչ թե ծարքեր լինեն։ Տեսնում եք այս տարբերությունը։ Շատ ուժն տեսել ինքը ինչ էֆեկտ ունի ու ուղղակի երբեք չէի օգտագործում, բայց հիմա հասկանում եմ։ Բայց բեյքինգ շատ մի օգտագործեք, որովհետև ինքը մաշկը շատ է չորացնում։ Մանավանդ իմ դեպքում, երբ իմ մաշկը արդեն իսկ բավականին չոր է, աշխատում եմ օգտագործել քիչ, բայց տեսեք ինքը ինչքան սիրուն էֆեկտ է ուղղակի տալիս։ Okay, եկեք անցնենք աչքերին։ Աչքերը ամենալավ հատվածն է, ու պետք է շատ ուշադիր լինեք աչքերը քսելու ընթացքում, որովհետև մենք աչքերով ուղղակի մեր ամբողջ մեյքափի ձևը տալիս ենք ինչ մեյքափ է լինելու։ Ինձ մոտ Anastasia Beverly Hills-ի պալետկան է, ինքը շատ սիրուն գույներ ունի, ու այստեղից ես հիմնականում մուգ գույներն եմ օգտագործում, բայց եկեք այսօր մի փոքր մեյքափը փոխենք, այս հատվածները բաց գույների մեջ տարածենք, իսկ արդեն այս կոնչիկների հատվածը կմաքացնենք։ Ու իմ մեյքափում իրականում ես չեմ սիրում փայլիկներ օգտագործել, այդ ինձ համար շատ red flag է։ Ու աչքերը քսելիս ուշադրություն դարձրեք նաև ներքևի հատվածներում, որովհետև ինքը աչքերի գույնը շատ սիրուն է ընդգծում ու աչքերի ֆորման է։ Հիմա եկեք չոր բլաշ անենք։ Չոր բլաշը ամբողջ մեյքափից հետո ինքն սիրուն է նայվում, ուղղակի տեսեք ոնց է ինքը մեր մեյքափի տեսքը փոխելու։ Ուղղակի տարբերությունը տեսեք։ Այսպիսի լայֆհաքեր կան, որ ուղղակի իմանաք ձեր մեյքափի մասին, ձեր մեյքափը այնքան սիրուն է լինելու։ Իսկ մա բլաշն քիչ շատ արեցի, բայց օքեյ։ Ամեն անգամ էսպես է լինում։ Վերջ մնաց թարչաներ կավելացնենք, իրականում սա իմ ամենասիրած հատվածն է, որովհետև ես չեմ սիրում, որ իմ մեյքափի վրա ես թարչաներ կեմ ավելացնում, բայց ինքը մեյքափին շատ սիրուն տեսք է տալիս, ես չեմ կարող դա չասեմ, ու աշխատում եմ շատ քիչ քանակությամբ անեմ, որ ուղղակի թարթիչները ընդգծվեն, որտեղ իմ թարթիչները բավականին ուղիղ են ու եթե ես իրենց լամինացիա չեմ անում, ուղղակի իրանք չեն երևում։ Վերջ, այսօրվա մեյքափը այսքանն էր։ Ինձ թվում է շատ սիրուն է ստացվել։ Okay, ինձ դուր է գալիս։ Եթե ձեզ է դուր գալիս, խնդրում եմ դրանով կիսվեք, որովհետև ես չգիտեմ իրականում իմ մեյքափը ինչպես է վերջում ստացվում, ու ինձ կարծիքներ են պետք։ Բայց վերջնական մեյքափս նայեք, որտեղ շատ է դուրս եկել։